78-ամյա Ջեմա Հովհաննիսյանը ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտից հիասթափված է տուն վերադառնում։ 2001-ին ավիավթարում տան միակ կերակրողին կորցնելուց հետո տարեցկինը պայքարում է ամենամսյա փոխհատուցում ստանալու համար։ Ջեմա Հովհաննիսյանը պատմում է, որ այդպես էլ հայտնի չեղավ, թե ինչ հանգամանքներում է Իրանում վթարվել Յակ-40-ը, որում նաև որդին ավիատեխնիկ Սարգիս Գրիգորյանն էր։ Պաշտոնական բոլոր ատյանների դռները որդեկորույս մոր համար փակ մնացին։ Դատարանով նշանակված թոշակն էլ վճարվեց միայն մի քանի տարի, մինչև հայկական ավիաուղիների լուծարումը։ Սկզբից էլ չէին տալիս։ Էլի բողոքներ, էլի ցույցեր, էլի ամեն օր այրոպորտ, բողոք, այն ժամանակ էլ իբր թե հողերը ծախեցին, կես հողը ծախեցին, Սևանի, տվեցին, բոլորին տվեցին։ Վթարված ինքնաթիռի անձնակազմի հարազատներից բացի փոխհատուցման են սպասում նաև հայկական ավիաուղիներում երկար տարիներ աշխատած հաշմանդամ օդաչուները։ Սնանկության գործով զբաղվող կառավարման կոլեգիան սակայն 9 տարի է չի կարողանում վաճառել հայկական ավիաուղիներին պատկանող հողատարածքը, որպիսի գումարը փոխհատուցի։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախորդ տարվա նոյեմբերին անձամբ խոստացել է, որ այն կվճարվի մարտին, սակայն դրանից հետո էլ սայլը տեղից չի շարժվել։ Միայն չգիտեմ տեղակալներից էր, չգիտեմ օգնականներից էր, ասեց, որ զբաղվում են հողի, այդ Սևանի հողի կոմունիկացիաները անցկացնեն, մարդ գտնեն վաճառեն, ու տենց էլ մնացել է, ոչ մի փոփոխություն, անգամ ուզում ենք հանդիպել նորից վարչապետին, չենք կարողանում ոչ մի կերպ հանդիպել։ Ցուցարարները նաև ազգային ժողովի падգամավորների հետ են հանդիպել եւ խնդրել, որ իրենց հարցը ամբիոնից բարձրացվի։ Սնանկության մասին օրենքում էլ փոփոխություն կատարվի, որպիսի գումարը վճարելու պարտավորությունն իր վրա վերցնի պետությունը։ Մինչ այդ նրանք ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ են հավաքվում։ Հաշմանդամություն ձեռք բերած 130 աշխատողների մեծ մասն այս տարիների ընթացքում մահացել է։ Մյուսների տարիքն էլ 70-ից բարձր է։ Հիմա մնացել են մի 50 հոգի, բոլորը մահացել են, գնացել են այս կողմեկում։ Այն զոհվածների, որ մնացել են երեխեք կամ Թեհրանի ավարյանների համար, ծնողները մնացել բանը, եղբայր դուք ասում եք փող չկա։ Սա ռեսպուբլիկայի թալան անում եք, նայեք ձեր ունեցվածքին։ Ժողովուրդը հիմա Հայաստանը լքում է ոչ թե նրա համար, որ դեռ շատ վատ ապրում, այլ որ ապրում է խաբեբան ղեկավարների հետ։